Երեք առավել 3 հարթակի նախարարական հերթական հանդիպման վայրի վերաբերյալ քննարկումները կշարունակվին, այս մասին լուրերուն հայտնեց արտաքին գործոստ նախարարության մամլոքարտուղար Անի Բադալյան։ Ընդհանուր ընկալմամբ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա Երևանի մեջ կամ Բաքվի, փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվին, պայմանավորվածությունը լալու բարակային կդեղեկացնենք, նշած է ան։ Ավելի գանուխ Ադրբեջանի արտաքին գործոստ նախարարը Իրանի իր գործընկերոջ հետ համատեղ մամլո ասուլիսին հայտարարած էր, որ պաշտոնական Բաքուն առաջարկած է 3 առավել 3 տարածաշրջանային ձևաչափի հերթական հանդիպումը կազմակերպել Ադրբեջանի մեջ, իսկ հաջորդը Հայաստանի մեջ։ Ներկայիս իրավիճակի մեջ չենք տեսներ հիմքեր, թե ինչու Երևանը չընդունի այս առաջարկը, նշած էր Ջեյհուն Բայրամով։ Բռնության գոչ ընողները եւ բռնության թիմողները պետք է բացահայտվին արժանանան թե քաղաքական թե իրավական գնահատականի թիմադեդրի էջին գրած է վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Մենք նաեւ պետք է կորձուն միջոցներ ունենանք հոգեբանական եւ բարոյական բռնության դեպքերը դարբերակելու եւ գնահատականի արժանացնելու, բայց սա որքան ալ ֆիզիկական բռնության հետ փոխկապակցված ամեն բարակայի առանցին թեմա է եւ ոչինչ չի փոխեր ֆիզիկական բռնության մեր ընկալումները, իր քրության վերջը գրած է վարչապետը։ Ամերիկայի արևդուրի բալադը Հայաստանի մեջ հյուրընկալեց Հայաստանի մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգներու տեսփան Քրիստինա Քվինը քաղաքական ուղերձով հանդես գալու համար։ Իր ելույթի մեջ տեսփան Քվին ներկայացուց երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման խթանող ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները։ Տեսփան Քվին իր ուղերձին մեջ կարևոր նկատեց Ամերիկայի եւ Հայաստանի միջև տնտեսական գաբերու ամրապնդումը եւ Սպիտակ տան մեջ 8 օգոստոսին կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքով արձանագրված առաջընթացը։ Անընդգծեց մասնավոր հատվածի թերը Հայաստանի տնտեսական արտիականացման մեջ եւ ներկայացուց համագործակցության կարելիությունները ամերիկյան բիզնես համայնքին հետ։ Միջոցառման մասնակցած է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մկրտչյան, Հայաստանի կառավարության եւ ազգային ժողովի ներկայացուցիչներ, դիվանագիտական եւ միջազգային գազམ་ակերպություններու պատվիրակներ, պաշտոնական ելույթին հաջորդած է հարց-պատասխան։ Նույն միջոցառման Հայաստանի տնտեսության նախարար Գևորգ Բաբոյան իր ելույթին մեջ ընդգծեց Վաշինգտոնի մեջ 8 օգոստոսին ձեռքբերված համաձայնության կարևորությունը, նշելով, որ այն կվերապերի ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, հաղորդակցություններու բացման, այլ նաեւ նոր կարելիություններ կստեղծի ամբողջ տարածաշրջանին համար։ Մենք ուրախ ենք արձանագրելու, որ խաղաղության գործընթացը կանցնենք աշխարհի թիվ 1 տնտեսության, թիվ 1 պետության Միացյալ Նահանգներու հետ։ Համատեղ մենք խոշոր նախագիծեր կիրականացնենք, մասնավորապես նախաձեռնությունը, որը մեզի արիթ կտա խոսելու Հայաստանի եւ Ամերիկայի միջև տնտեսական հարաբերություններու մեջ բացվող բոլորովին նոր հորիզոններու եւ կարելիություններու մասին, նշած է Գևորգ Բաբոյան։ Նախարարը անդրադարձած է նաեւ խաղաղության խաչմերուկ նախաձեռնության։ Վրաստանի վարչապետ Իրակլի Քոբախիձեն ընդունեց աշխատանքային այցելությամբ Վրաստանի մեջ գտնվող աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարար Արսեն Թորոսյանը։ Հանդիպման ընթացքին քննարկված են Հայաստանի եւ Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաեւ աշխատանքի եւ ընկերային պաշտպանության ոլորտի ներս փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շարք հարցեր։ Ընդգծված է ընկերային աջակցության համագարկերու կատարելագործման, ընկերային ծառայություններու որակի բարձրացման ուղղված ծրագիրներու կարեւորությունը։ Նախարար Թորոսյան բարձր գնահատեց Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերությունը, ընդգծելով ադոր շարունակական խորացման անհրաժեշտությունը։ Հայաստանի Չրային կոմիտեի նախագահ Արամաստ Ղալամքարյան Թեհրանի մեջ մասնակցած է քաղաքային չրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի կառավարման խորհրդի նախարարական մագարտակի 14-րդ նիստին։ Քննարկված են քաղաքային բնակչության աճի ազդեցությունը չրային բաշարներու վրա, կլիմայի փոփոխության հետևանքները, ջուրի որակի եւ կառավարման խնդիրները, ինչպես նաեւ միջազգային համագարկված արձագանքի անհրաժեշտությունը։ Ղալամքարյան ընդգծած է, որ Հայաստան պատրաստ է շարունակելու իր ներդրումը այս ձևաչափով, թիրախավորելով տարածաշրջանային չրային անվտանգության ամրապնդումը։ Թեհրանի մեջ գտնվելու ընթացքին հայկական պատվիրակությունը Հայաստանի տեսփան Գրիգոր Հակոբյանին ուղեկցությամբ մասնակցած է չրարդյունաբերության, չրամատակարարման եւ չրահերացման համագարկերու 21-րդ միջազգային ցուցահանդեսին։ Ղալամքարյան ցանոթացած է իրանական ընկերություններու առաջարկած լուծումներուն եւ ծառայություններուն, գնահատելով ադոնց կիրառելիությունը Հայաստանի չրային ենթակառուցվածքներու արտիականացման համար եւ ստեղծելով գաբեր հնարավոր ապակա համագործակցություններուն ուղղությամբ։ Հանդիպման ընթացքին քննարկված է նաեւ քաղաքային չրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի կառավարման խորհրդի հաջորդ նիստը Հայաստանի մեջ կազմակերպելու կարելիությունը։
Ֆրանսիայի, Անգլիո եւ Գերմանիո առաջնորդները Ուկրաինայո նախագահին հետ քննարկած են պատերազմը թատրեցնելու ծրագիրը։ Լոնդոնի մեջ կայացած հանդիպման ժամանակ քննարկված են Ամերիկայի միջնորդությամբ խաղաղության բանակցություններում միջանկյալ արդյունքները եւ անվտանգության երաշխիքները, հաղորդած է Ֆրանսիայի նախագահի գրասենյակը։ Այս հանդիպումը թույլ տվավ մեզի վերահաստատել մեր անսասան աջակցությունը Ուկրաինայո, ինչպես նաեւ մեր անսասան հանձնառությունը Ուկրաինայո մեջ ամուր եւ երկարատև խաղաղության հասնելուն ըսված է հայտարարության մեջ։ Ուկրաինայո նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ի իր էջին շնորհակալություն հայտնած է Մեծ Բրիտանիո վարչապետ Քեյր Ստարմերին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Գերմանիո վարչապետ Ֆրեդերիխ Մերցին հանդիպումը կազմակերպելու եւ խաղաղության ջամփուն անոնցմե յուրաքանչյուրի անձնական ներդրման համար։ Աննշած է, որ հանդիպման քննարկված է նաեւ ամերիկյան կողմին հետ համատեղ թիվանագիտական աշխատանքը եւ համաձայնեցված է ընդհանուր դիրքորոշում անվտանգության երաշխիքներու, Ուկրաինայո հետ պատերազմյան վերականգնման եւ հաջորդ քայլերու վերաբերյալ։ Մենք նաեւ քննարկեցինք Ուկրաինայո հետագա պաշտպանական աջակցությունը, նշած է Զելենսկին։ Ուկրաինա-ռուսական պատերազմը մարտադաշտի մեջ լուծում չունի, ուստի խաղաղությունը կարևոր է, ըսած է Հունգարիո վարչապետ Վիկտոր Օրբան Թուրքիո մեջ Էրդողանի հետ ասուլիսի ժամանակ։ Մենք բարձր կգնահատենք նախագահ Էրդողանի ջանքերը, որպես այս պահուն միակ հաջողակ միջնորդ առանց Թուրքիո, որը կպաշտպանի Եվրոպան հարավեն, կյանքը Հունգարիո մեջ եւ ամբողջ Եվրոպայի մեջ անդանելի գլար, ըսած է Հունգարիո վարչապետը։ Եվրոպան պետք է շատ զգուշ լա, ըստ Clash Report-ի հայտարարած է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ։ Մենք կուզենք պահպանել Եվրոպան։ Եվրոպան կշարժի սխալությամբ, մենք չենք ուզեր, որ Եվրոպան այդքան շատ փոխվի, նշած է Ամերիկայի նախագահը։ Թրամփ անդրադարձած է նաև Ուկրաինայո թեմային։ Բայդեն Ուկրաինայո $350 միլիարդ տված էր, իսկ գիտեք ես ինչ տվի, ոչինչ, ընդգծած է Թրամփ։ Երևան մտնող միջ մարզային ջամփաները կնորոգվին, թիմադեդրի էջին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան։ Անդերեկացուց, որ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքներու նախարար Դավիթ Խուդատյանին հետ միասին հետևած է Քանաքերավան Արաբկիր վարչական շրջանին հետ կապող Կորեայի ծորգոչվող ճանապարհահատվածի հիմնանորոգության աշխատանքներու ընթացքին։ Ճանապարհը երկար տարիներ կգտնվեր անմխիթար վիճակի մեջ, հիմնանորոգությունեն հետո այն պիտի դառնա այլընտրանք Դավիթաշենի գամուրջին, որը զգալիորեն պիտի բեռնաթափե տվյալ հատվածի երթևեկությունը։ Ծանոթացանք Երևան աշտարակ Մայրուղի Բրոշյանի բնակավայր դանող ջամփու միջին նորոգության աշխատանքներու ընթացքին, ըսված է Ավինյանի հրաբարակման մեջ։ Ասկեյետ ծնողները կգրնան իրենց երեխայի ծնունդ արձանագրել էլեկտրոնային ցևով, այցելելով hartak.am գայք, դեղեկացուց Հայաստանի արտարադատության նախարար Սրբուհի Գալյան։ Նախարարին խոսքով ծառայությունեն օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ եւ նույնականանալ ESM համագարկի միջոցով։ Hartak մուտք գործել են հետո քաղաքացին պետք է լրացնի համապատասխան թիմումը, ինչպես նաեւ նշե մշտապես օգտագործվող էլեկտրոնային հասցեն, որուն միջոցով պիտի ապահովի հետադարձ կապը։ Ձեզի հետ էր Անի Զեյթունցյանը։